Որոնք են ձեռնարկատիրության զարգացման միտումները Հայաստանում, ինչ մարտահրավերներ կան այս ոլորտում, ինչ ներուժ ունեն ձեռնարկատիրական էկոհամակարգերը տեղական ու գլոբալ մակարդակներում։ Հենց այս եւ ոլորտի վերաբերյալ բազմաթիվ այլ հարցերի պատասխաններն են ընդգրկված ձեռնարկատիրության համաշխարհային զեկույց Հայաստան 2024-25-ում, որի հրապարակային շնորհանդեսը տեղի ունեցավ օրերս։ Սա ձեռնարկատիրության ոլորտի ամենահեղինակավոր եւ ընդգրկուն հետազոտական հարթակներից է, որն արդեն 26 տարի հավաքագրում եւ ներկայացնում է ավելի քան 500 ցուցանիշ, ամփոփելով համապարփակ տվյալներ եւ վերլուծություններ աշխարհի ավելի քան 100 երկրից, այդ թվում Հայաստանից։ Դժվար է առհասարակ թերագնահատել զեկույցի կարևորությունը Հայաստանում, հաշվի առնելով, որ դա թույլ է տալի քաղաքականություն մշակող մարմնին եւ նաեւ գիտական ակադեմիական շրջանակներին հստակ հասկանալ ձեռնարկատիրության միտումները եւ նաեւ մոտիվացիան Հայաստանում, որը թույլ կտա ավելի լիարժեք եւ համապարփակ քաղաքականություն մշակել առկա բացերը լրացնելու եւ ավելի արդյունավետ գործիքակազմ կիրառելու համար։ Հայաստանն արդեն երկրորդ անգամ է միանում հեղինակավոր այս նախաձեռնությանը, երկու անգամն էլ զեկույցի հրապարակումը պատրաստել է Ամերիկա կառավարման խորհրդատվական ծառայությունը, որը ձեռնարկատիրության համաշխարհային զեկույցի հայաստանյան գործընկերն է։ Հայաստանում տվյալների հավաքագրման համար անհատական հարցազրույցներ են արվել 2000 չափահաս բնակչի 37 ոլորտային փորձագետի հետ։ Ամերիկա կառավարման խորհրդատվական ընկերության գլխավոր հետազոտող Արտաշես Շաբոյանի խոսքով հետազոտության մեթոդաբանությունը 20 եւ ավելի տարիների փորձառություն ունի, ուստի այն թույլ է տալիս ստանալ ճշգրիտ պատկեր։ Հենց այս մեթոդաբանության ուժգնությունն է, որ այս աշխատանքը տարի ավելի պոպուլյար է դառնում նաև միջազգային հանրությունում, այսինքն շատ քիչ նախաձեռնություններ կան, որոնք որ մասնավոր նախաձեռնություն են, քան որ մասնավոր համալսարանների նախաձեռնություն է եղել, որ հետագայում այդ նախաձեռնության արդյունքները բազմաթիվ հղումների արժանացել միջազգային կազմակերպությունների կողմից։ Վերջին տարիներին նույնիսկ տարբեր միջազգային ռեյտինգներում, մասնավորապես ինովացիոն ռեյտինգները երկրների, ներառում է նաև JM-ից ցուցանիշներ, ինչը եւս մի անգամ թույլ է տալի հասկանալ լրջությունը այս աշխատանքի։ Հայաստանի 8 գլխից բաղկացած ազգային զեկույցն անդրադառնում է բիզնես սկսելու մարդկանց մոտիվացիային, բիզնեսի ազդեցությանը տնտեսության վրա, ոչ ֆորմալ ներդրումներին, բիզնեսից դուրս գալու գործընթացներին, արհեստական բանականության ու թվային գործիքների կիրառությանը բիզնեսում, ինչպես նաև ընդհանուր ձեռնարկատիրական միջավայրին Հայաստանում։ Արդյունքները բավականին հետաքրքիր են, որտեղ մենք ունեցանք հնարավորություն համեմատել թե մեր նախորդ արդյունքների հետ եւ նաեւ համեմատել մեզ աշխարհի տվյալների հետ։ Ասեմ, որ այդ աշխարհի համեմատությունը շատ հետաքրքիր է կազմակերպված, որտեղ այդ հարցումը իրականացվում է նույն պահին ամբողջ աշխարհում, նույն մեթոդաբանությամբ, որը մեզ համար շատ կարեւոր է, որտեղ դու ունես լրիվ համեմատելի տվյալներ։ Կատարված հետազոտությունները ցույց են տվել նաև, որ 2024 թվականին Հայաստանը շարունակում է ցուցաբերել ձեռնարկատիրության բարձր աստիճան։ Այսպես մենք առաջինն ենք Արևելյան Եվրոպայում, իսկ ձեռնարկատիրության համաշխարհային զեկույցի 51 երկրների շրջանում 5-րդը։ Մեր հայրենակիցները ձեռնարկատիրությունը դիտարկում են որպես ցանկալի կարիերա։ Շատ կարևոր էր նաև բացահայտել այն խնդիրները, որ ձեռներեցությունը ունի։ Առաջնային խնդիրներից մեկը դա մեր ձեռներեցության կոմպետենցիաների եւ կրթվածության մակարդակն է։ Այո, մենք ձեռներեց ենք, բայց մենք չունենք անհրաժեշտ գիտելիքներ համեմատական մեր այլ երկրների նկատմամբ, որոնք թույլ են տալի ունենալ հաջողակ ձեռներեցություն։ Մեր երկիրը բավական ցածր տեղում է գտնվում, օգտագործելով տարբեր տիպի թվային ինստրումենտներ, լավագույն դեպքում դա Facebook-ն է, Instagram-ն է, սակայն աշխարհը շատ ավելի լայն է, շատ ավելի մեծ է։ Նմանատիպ հետազոտությունները պետք է իրականացվեն պարբերաբար, ասում է Տիգրան Ջերբաշյանը։ Սա թույլ կտա հասկանալու ոլորտում տիրող վիճակն ու հասկանալ, ինչ քաղաքականություն պետք է մշակել առկա խնդիրները վերացնելու եւ ոլորտը զարգացնելու համար։